Ադրբեջանում նավթի գների անկում է կանխատեսվում փորձագետների գնահատմամբ, դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ տնտեսության համար։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իսկ ինչպես է գնահատում նավթի գնի սպասվող անկումը պետությունը։ Այսօր Ադրբեջանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը նավթի գների վերաբերյալ եւ այդ կանխատեսումը այսինքն հաշվի առնվելու պետական բյուջեն ձևավորելիս։ Եվ այդ կանխատեսման համաձայն 26 թվականին նավթի 1 բարելի գինը պետք է տատանվի $65 մոտ։ Եվ ըստ կանխատեսման այդ նույն գինը կպահպանվի առնվազն մինչև 29 թվականը։ Անկախ փորձագետները համարում են այս լավատեսությունը բոլորովին անհիմն, հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը ստանձնելով պաշտոնը խոստացել էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի նավթի գինը չլինի ավելին, քան $50 1 բարելի համար։ Իսկ այլ անկախ փորձագետները ավելի ցածր գին են կանխատեսում։ Օրինակ, Goldman Sachs փորձագիտական խմբի մեկնաբանները, վերլուծաբանները հաշվարկել են եւ եկել են եզրակացության, որ նավթի գինը կարող է ընկնել մինչեւ $40 1 բարելի համար։ Նշեմ, որ ներկայիս այս տարվա բյուջեի մեջ Ադրբեջանում նավթի գինը կանխատեսվում էր $70, մինչդեռ իրական գինը այժմ շատ ավելի ցածր է։ Brent տեսակի նավթի բարելը այժմ վաճառվում է $64, իսկ Azeri Light տեսակի նավթը $61, ինչի արդյունքում ադրբեջանական տնտեսությունը արդեն եկամուտների պակաս է նկատում։ Քանի որ այս առևտրային պատերազմները գլոբալ շարունակվում են եւ դեռ շարունակվելու են, փորձագետները կանխատեսում են, որ լինելու է ընդհանրապես միջազգային առևտրի մասշտաբների ծավալների նվազում եւ արդյունքում կլինի նաեւ նավթի եւ գազի պահանջարկի անկում եւ որպես հետևանք էներգառեսուրսների գների իջեցում։ Արտյոմ, Ադրբեջանը մեծ կախում ունի նավթի արտահանումից, կարծում եմ երկրի տնտեսության համար դա անհետևանք չի մնա։ Ադրբեջանի արտահանման ծավալների 80%-ը ուղղակիորեն կապված է նավթի հետ։ Կարող ենք պատկերացնել ինչ հետևանքներ կարող են լինել։ Ընդ որում հետաքրքիր է, որ նվազում է ոչ միայն նավթի միջազգային գինը, այլ նաև նավթի արդյունահանման ծավալը հենց Ադրբեջանում։ Օրինակ, վերջին 1 տարվա ընթացքում Ադրբեջանը 6%-ով նվազեցրել է նավթի եւ գազային կոնդենսատի արտահանման ծավալը։ Այսինքն արդյունահանում է նույնիսկ ավելի քիչ, քան թույլ է տվել Ադրբեջանին արդյունահանել OPEC+-ով նախատեսված կվոտան։ Եվ Gordon Tracker վերլուծական խումբը հաշվարկել է եւ դասել է Ադրբեջանին այն պետությունների խմբին, որոնք ամենաշատը կտուժեն նավթի գների անկումից։ Հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ավելի շատ կտուժի միայն Անգոլան, այսինքն երկրորդ տեղում է լինելու Ադրբեջանը։ Ընդ որում հատկանշական է, որ նավթի գների անկման հետ զուգահեռ իջնում է նաև ադրբեջանական արտահանման նույնպես այլ մեծ ծավալ ներկայացնող, օրինակ, բամբակի գինը։ Միջազգային շուկայում բամբակը նույնպես էժանանում է։ Իսկ ինչ չափի կորուստներ կարող է ունենալ ադրբեջանական տնտեսությունը։ Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին հայտարարել է, որ այս հետևանքները պետք է տագնապի պատճառ դառնան, տագնապ բառը մեջբերում եմ, եւ նա հաշվարկել է, որ եթե նավթը ընդամենը $1 էժանանա, տարվա արդյունքում Ադրբեջանը կկորցնի օրեկան $500,000։ Եթե տարվա վերջում գինը լինի $65, Ադրբեջանը օրեկան կորցնելու է $2.5 միլիոն, ամսեկան $75 միլիոն, տարեկան $1 միլիարդ։ Եթե լինի այնպես, ինչպես Տրամփն է կանխատեսում, այսինքն $50 բարելի համար, Ադրբեջանը տարեկան կկորցնի $4 միլիարդ, այսինքն մոտավորապես այնքան, ինչքան Ադրբեջանի ռազմական բյուջեն է հիմա։ Եթե լինի այնպես, ինչպես կանխատեսում է Goldman Sachs-ը, այսինքն $40 բարելի համար, Ադրբեջանը կկորցնի $6 միլիարդ տարեկան։
Այսինքն նույնիսկ Ադրբեջանի պես պետության համար դա շատ եւ շատ տպավորիչ թվեր են։ Եվ պարզ է, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանին շատ եւ շատ դժվար կլինի կատարել բյուջետային պարտավորությունները եւ դա սոցիալական բնույթի հետևանքներ իհարկե կունենա։ Արդյոք ինչ կարող է ձեռնարկել Ալիևի վարչակազմը բացասական հետևանքները մեղմելու համար եւ հետաքրքիր է թե դա ինչ ազդեցություն կունենա մեզ վրա։ Դե իշխանամետ փորձագետները հանգստացնում են հանրությանը, հիշեցնելով, որ Ադրբեջանը ունի այդ նավթային պետական հիմնադրամ, ուր կուտակվել է գրեթե 60 միլիարդ դոլար եւ որից հնարավոր է պետբյուջե տրանսֆերներ ուղարկել։ Դրանով ինչ որ չափով մեղմել սոցիալական բացասական հետևանքները։ Մեզ վրա ինչպես դա կազդի։ Մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ, այսինքն պարզ է, որ երբ նավթի գները ընկնում են, դժվար է պատերազմներ վարել եւ քանի որ եկամուտներն են զգալիորեն նվազում։ Այսինքն կարող է սպառազինության մրցավազքից Ադրբեջանը հրաժարվել արդյունքում, բայց կարող է նաև հակառակ էֆեկտ ունենալ։ Ալիևը շատ է սիրում, երբ սովածները հրապարակ են դուրս գալիս կամ իրենց հրապարակ դուրս գալի վտանգ է առաջանում, նա շեղում է ուշադրությունը արտաքին վտանգ հորինելով։ Կարող է նման բան տեղի ունենալ նաև այս անգամ, այսինքն արտաքին թշնամու վտանգ հորինելով Հայաստանի հետ նոր ռազմական ինչ-որ էսկալացիա հրահրելով փորձել շեղել սովածների ուշադրությունը։ Շնորհակալություն Արսեն։